Բոբո, այս գոնչը շատ ասած վեր ենգած մնալու։ Խանգարում ա քեզ։ Չէ, ինձ չի խանգարում։ Համա աուրանակ փչացնում էլի։ Միջև աղա առավոտ խորը քնած ալնելու։ Այսօրվա դժվարությունները հաղթահարեցինք։ Ու ես համոզվեցի, որ ձեր հետ կարելի է լուրջ գործեր բռնել։ Հիմա եկեք մի հատ խոսենք մեր հետագա անելիքների մասին։ Ինչև հետագա քայլերը քննարկելը, դի այսօրվա քայլերը քննարկենք Աշոտ Ղազարյանի հարցը ինչ պիտի։ Ճիշտ ասում, լրիվ մոռացել էի։ Պետք է տանենք, դնենք իր ավտոյի մեջ, հետո Ղազարյանի հեռախոսով տեքստ անենք օգնականին, գրենք լավ չի։ Եկեք, հասեք, օգնեք։ Հետո։ Հետո ինչ։ Հետո կգան կտեսնեն, որ Ղազարյանը կիսա քնած է, իսկ առավոտը որ արթնանա, ոչ մի բան չի հիշելու։ Հաստատ։ Կարող է չհիշի, բայց չէ որ ձայնագրություններ ա մնում։ Կարա նայի, հիշի ու հասկանա, որ ինքը ոչ մի բան չի վարել։ Գրիշն ա վարել։ Հա։ Իսկ դա համարյա նույն բանն է։ Իսկ իրան գողանալը ու մնացած մանրամասնությունները ինքը չի հիշելու, որովհետև այդ դեղը, որ սրսկել եմ, 1000 անգամ ասել եմ էլի, դա ոչ միայն քնացնում է, նաև վերջի մի քանի ժամվա հիշողությունը ջանջում է, պրծանք։ Ոնց եք մասսաներ։ Դու լսրեն նայեք։ Մի անգամ տելևիզորով երևաց իրան արդեն աստղի տեղա դրեն, դու։ Գագաշյան։ Այդպես բան է էկրանը։ Մարդ լրիվ կերպարանա փոխվում է։ Այ կնիկ, դու քեզ ինչ եղավ, ինչ ես սարել։ Ես չիդեի, օրա կագազելնել է վարակովի։ Աշոտ Ղազարյանը։ Բռնեք մարդը, ինչ եք անգալում, բռնեք, շուտ։ Արտո, մի րոպե, Ղազարյան ջան, մի վարքյան։ Նորմալ չի, բայ, բռնեք։ Գնացին, Ղազարյան ջան, գնացին։ Կսիրի, չեսիրի։ Ձեր դեղերը պատրաստ են։ Մերսի շատ ռոյալ դեղատունը օգտագործելու համար, եթե որևէ հարցում ունեք, զանգահարեք մեզ։ Անպայման, շատ շնորհակալ։ Տեսան ձեզ։ Հա, Բոբո, հիմա ինչ ենք անելու։ Հեչ։ Դու ինչ է հեչ։ Մարդը, մեզի տեսել է։ Հա, տեսել է, բայց որ արթնանա, չի հիշելու։ Բայց ոչինչ, որ արդեն զարթնել էր։ Լավ կմտածի, որ իրազի մեջ է տեսել։ Դու ինչ գիտես, դու Աշոտ Ղազարյանի ներքին ձայնն ես։ Որ ասում եմ ուրեմն գիտեմ էլի, 1000 անգամ փորձած դեղա։ Իսկ եթե սխալվում ես, կարա չէ Բոբոն սխալվի, հա? Բոբո։ Հավանական է, Իվետ։ Անետ։
Հավանականը անետ, բայց հնարավոր չի։ Դու ես քեզի իշկանել հավադամ, մեզի պլամպե է պետք։ Համաձայն եմ։ Ես էլ չեմ հիմնվում քո վստահության վրա։ Մանավանդ քո վստահության վրա ընդհանրապես չարժե հենվել։ Լավ վերջի։ Ես համաձայն եմ։ Շատ լավ բան է աստղ լինելը։ Ինչ է։ Քնածա։ Ու քանի չի արթնացել, պետքա տանել։ Իսկ այն բանը պլամպեն։ Ոչ մի պլան B գետե չկա։ Մնում ենք մեր հին պլանի շրջանակներում։ Կօգնես ինձ։ Մասը մի հատ հանճարեղ միտք ծագեց։ Գրիշը մնում է իր գործին, հաղորդումը վարում է, մի օր ինձ է կանչում, հաջորդ օրը ինձ է էլի կանչում, դու մյուս օրն էլ կարա ինձ կանչի, հետո Արտոյին է կանչում, որպես Արտուր Հակոբյան, հետո նորից ինձ է կանչում, որպես Աշոտ Գեդիգարյան, հետո կանչում է հաջորդ օրը ինձ, հետո կանչում է Դու քեզի ինչ եղավ։ Ինչ ես խելրը, այ մարդ, իրականության հետ լրիվ կապդ խզել ես։ Բայց ես դուր է գալիս ես գաղափարը։ Կաղապարը, կարող է լավն է, բայց դուք მე բանը գմոռանաք, որ այդ մարդիկ Արտուր Հակոբյանը, Աշոտ Գեդիգարյանը, Լեյլան, Իվետը, այդ մարդիկ սաղ Հայաստան են մեզ որ տելևիզորով ցույց տան, մենք մեզի կծախենք։ Հետի թողեք իմ վրա արխային եղեք, երևան լավ աղբերներ կան, զանգեմ սաղ հարցերը կլուծեն։ Իո, այդ ոնց ես լուծելու, հա, Գագաս։ Զանգում եմ Երևան, աղբերներիս խնդրում եմ, իրա գիտեն իրա ծանելիքը, անենց որ հետո էլ ոչ մեկից ոչ վախենալ ունենք, ոչ էլ ինչ-որ ուրիշ բան, արխային մեր համար ուտում խմում ու կեվ ենք անում ու վայելում ենք այդ աստղերի հեղինակությունը։ Հմի դիք դու լուրջ կսես։ Ավելի լուրջ ոչ մի բան ոչ մի անգամ չեմ ասել։ Ես առաջ կասկածեի, որ դու խելրել ես, իսկ հիմի կագաս հաստատ գիտեմ, որ դու խելրել ես։ Դու դարել ես ծնդած, հասկնաց կը դու դարել ես, ու դանկավոր մարդ, հասարակությունից քեզի պդի հերու պահեն։ Դու սուս մնա է, արվեստից ինչ ես է հասկանում դու է։ Բայց մարդը լավ կոնցեպտ է տալիս։ Երազեցիր բրծար։ Չէ, դու պրոցեսի մեջ է բնը, դու համբերի էլի։ Տևեկած կնա հանգար սերասախապ չլնես։ Լավ։ Ինձ մաֆիոզ բոբո են ասում, բայց ես առանց հիմնավոր պատճառների մարդկանց չեմ վերացնում, մանավանդ մեր սիրելի արտիստերին։ Դուք բոլորդ կոպիաներ եք, ուրիշ ոչ մի բան, բայց էդ մեր գործին ձեռա տալիս, հա? Քո հետ լրիվ համաձայն եմ։ Դե լավ, այսօր հոգնած եք երևում, վեկացեք գնացեք ձեր տները, վաղը կմտածենք Արտո դու մնա, կօգնես ինձ իրար հետ տանենք էլի, Համասարյանին, հետո քեզ տուն կիշացնեմ, Ես էլ եմ մնում, ես էլ կօգնեմ։ Հաբրիալևդ, գնացիք։ Կլասիկա լավն է, բայց չէ որ անցել են այսքան տարիներ։
Glendale Level Restaurant and Lounge-ը ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Osis Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958 Osis Food Court SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Ալո։ Հա, մամ, շատ հոգնած եմ, հեսա գալիս եմ։ Մի քանի բան ա մնացել, վերջացնեմ կամ։ Մի րոպե սպասի, պարոն Ղազարյանն ա գրել, կզանգեմ հեսա։ Կարա ջան, ինձ լավ չեմ զգում, հասի ես հասցեով։ Այ աստված։ Բոժե մոյ, պարոն Ղազարյան, բոժե մոյ։ Բարև ձեզ։ Corey։ Ջոնի, Գոնչոն։ Գոնչոն եմ ես։ Ես Գոնչոն եմ։ Շատ եմ լսել ձեր մասին։ Հա, իմացամ դուք ով եք։ Իմ շեֆը ինձ ասա որ դու ես քաղաքի ամենալավ լիմոնի գործը դու ես անում։ Ցավը տանը մի հատ ինձ պիտի օգնես շուտ ես լիմոնի գործ անեմ, բրծնեմ գնամ, լավ։ Բայց ինչ լիմոնի գործ։ Լիմոնի գործը որ անում ես։ Lemon law։ Հենց այդ եմ ասում, Լեմեն Լեոյի գործը։ Հասկացա։ Ես փաստաբան եմ։ Հա։ Էս ավտոն։ Հա, հենց այս ավտոն պիտի լեմոն անենք ես։ Կարող ես անես։ Ինչի՞ չեմ կարող։ Տարել եք դիլեր էս ավտոն։ Այո, դիլեր տարել ենք, թուղթեր ունենք, 3-4 անգամ տարել ենք, բայց մի բանը փոխել են, այլ մտել ենք ֆրիվե, էնջինը խնդիր ունի։ Ու նույն խնդիրի համար եք գնացել։ Մի հատ էլ կասեք ինչ գրենք, ես մեկ է ուշամ։ So purchase agreement-ն ա պետք։ Այո։ Մեկ է service dealer record-ները։ Okay։ Այդ դրանք որ բերես, արդեն գործը կսկսենք։ Okay, եբ բերեմ։ Վաղը։ Վաղ առավոտ կբերեմ։ Okay։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սորի։ Corey։ Պարոն Corey ջան, շնորհակալ եմ։ Okay։ Մերսի։ Կտեսնենք վաղը։ Բարի գիշեր, շնորհակալ եմ։ Okay։ Փառք Աստծո Տեր Աստված, այս շարից էլ փրկվանք։ Կարա։ Առավոտ 7-ին մենք ինչ գործ ունենք ստուդիայում։ Կարա։ Անկուն մարդկանց համար նոր հաղորդում են սկսել։ Պարոն Ղազարյան, դուք իրոք ոչ մի բան չեք հիշում։ Ինչ պիտի հիշեմ։ Երեք գնացել եք ձեր մանկության ընկերոջ հետ հանդիպման։ Մոռացել եք։ Մանկության ընկերոջ հետ։ Հետո։ Հետո երբ որ Բոբոյի հետ եկաք հաղորդումը նկարելու, թունավորվել էիք։ Ինչ Բոբո կարա, ինչ թունավորվել։ Գոսպիտի բուժում ոյ, հաստատ ոչ մի բան չեք հիշում։ Ոչ մի բան չեմ հիշում։ Բայ դեպքում ձեր մոտ հարց չի առաջանում, ինչ գործ ունենք ձեր սենյակում առավոտվա ժամը 7-ին 2-ով։ Ես էլ ամբողջ գիշեր ձեր հետ եմ եղել։ Կարո։ Մենք ամբողջ գիշեր իրար հետ ենք եղել։ Իրար հետ ենք եղել, բայց ոչ այդ իմաստով։ Ուղղակի ձեր կողքն է, որ հետ վատանակ շտապօգնություն կանչի։ Մոռացել եք, որ ինձ SMS եք գրել, որ շտապ, գամ, հասնեմ, ձեզ օգնեմ, պարոն Ղազարյան։ Կարո այդ երազ ես պատմում ես։ Տարօրինակ է։ Կարո ասեմ, կարող չհավատաս։ Տեսակ, ամեն ինչ գլխիցս ճնճվել է։
Միգուցե պատմես, թե ինչ ա կատարվել։ Ну ладно. Տեսեք, պարոն Ղազարյան։ Այո, լսում եմ ձեզ։ Մի ժամանակ մենք բումաժիկ եմ խզել է դրամապարակ։ Ներեցեք իհարկե, բայց սխալ եք զանգահարել։ Սկանջը դեզանա։ Աստված։ Կագաս։ Էդ ինչի որ այդպես կուրախանաս։ Իմ խաղին եմ նայում, իմ խաղին։ Շատ զավեշտական պահ է, որովհետև Լավ եմ չէ խաղում, կնիկ ջան, Կագաս, ես արդեն վախենամ գը։ Ինչի համար։ Դու լրիվ ցնդել ես։ Ասիկ դու չես, սիկ Աշոտ Եդիգարյանն է։ Քավայ։ Մի վախեցրու Կագաս։ Քեզ իքսեմ, ես արդեն կվախենամ, քո հոգեգան առողջությանդ մասին կմտածեմ։ Ասիկ Աշոտ Եդիգարյանն է, իսկ դու Գագաշ Չոպուրյանն ես։ Գագաշ Չոպուրյան։ Հա։ Ես տոնց անուն ազգանով մարդ չեմ ճանաչում։ Կագաս մի վախեցրու դու Աշոտ Եդիգարյանը չես, դու Կագասն ես։ Ես Աշոտ Եդիգարյան եմ, սիրված, ճանաչված, հարգված դերասան։ Չէ, Կագաս ջան, դու մասնագիտությամբ վարսավիր ես։ Եղավ։ Ու քո միակ ամբողջ կյանքի աստղային աշխատանքը դեղել է վարսավիրությունը։ Ես թավոր բան չեմ հիշում, չեմ հիշում։ Վայ ասված ջան։ Ասի կտեսնես Կագաս ջան։ Դու Կագասն ես, ուսի քո սախ կյանքի աշխատանքային գործիքներն են եղել։ Դե ես գործիքները հիշացնում եմ Վարշավերի գործը։ Հա, ապրես։ Հա, բայց դա շատ վաղուց էր, տո։ Կագաս ջան, խնդրեմ գելի, արեր տանք բժիշկի, հա։ Ես քո գլխիդ համար շատ կանհանգստանամ։ Լսի, այսքան տարվա իմ կնիկն ես, ու մինչև հիմա չես ջոգել ես ինչ մարդ եմ տո։ Ինչ է նկատի ունես, Կագաս։ Այն նկատի ունեմ, որ իմ գլխի հետ ամեն ինչ էլ կարգին է, ու ես մտել եմ մի դերի մեջ, մի դեր եմ խաղում, որը ինձ շատ է դուր գալի, ու չեմ ուզում ախպերը դերից դուրս գամ, ինչ է եղել։ Համի երբ պետք է դուրս գաս այդ դերից։ Մինչև թոշակ ստանալ ես։ Հա, երբ որ պետք է այդ մարդը դուրս գամ, այդ թեմայով էլ դու մի խոսի, վերջ։ Սիգլերիվ խելերել է։ Անցանք առաջ։ Վայ։ Ճիշտ ասած, ես էլ մանկուց սեր ունեի դեպի կենթանիները ու նույնիսկ երազում էի անաստաբույժ դառնալ։ Անաստաբույժ կարա։ Ну да։ Կարաջան, ես մանկուց սիրել եմ կենթանիներին, բայց երբեք մտքովս չի անցել անաստաբույժ դառնալ։ Պարոն Ղազարյան, մի մտածեք, ես կարծում եմ, որ դա ուղղակի թունավորման հետևանք է եղել։ Ուզում ես ասել, որ թունավորումից հետո մարդը հիշողությունը կորցնում է ու կարող է խոսել բաների մասին, որ երբեք գոյություն չեն ունեցել։ Այդտենց հաստատվում։ Կարաջան, ես քեզ ո՞նց հասկացնեմ, որ ես ճիշտ է կենթանիներ սիրել եմ, բայց անաստաբույժ դառնալ չեմ երազել, որ ես բոբոյինը չեմ ճանաչում։ Էй ոչ եք ճանաչում, ինչ եք հրավիրել։ Ես ոչ մեկի չեմ հրավիրել։ Մի րոպե, նստեք։ Բոբո, քանի որ մեր հերոստատիտողը լավ չի ճանաչում քեզ, մի քիչ ներկայացրու քեզ։ Դե ոնց ասեմ։ Են երկի մեջ ոնց ասում, հայրիկը մանկուց սիրել եմ, դենց ես մանկուց սիրել եմ թութակներին։ Զանգի դոկտոր Դոլմազյանին ու ասա թող շտապ ընդունի ինձ։ Ես զանգեմ պարոն Ղազարյան։ Կագաշյան, ինչ կգծեմ, բռնեմ, կմտածեմ, կգտնեմ որ մենք շատ սխալ բաներ էինք որ համաձայնվանք այս նմանագների շոուի մեջ մասնակցենք։ Վայ, մենք նոր ենք սկսել, սկզբից ենք խոսում, դու վերջից ես խոսում արդեն, այ կնիկ։ Կագաշյան, այս ամեն ինչը սխալ է, ազնիվ չէ, վերջում կվախենամ ջելում հայտնվինք, վերջում։
Կնիկ ջան, ստեղի ջելերը, ստեղի բերտերը, ոնց որ սանատորիալի, կարելի է մի քիչ էլ հանուն արվեստի գնալ նստել, ինչ է եղել որ։ Աստվածաշան, Գագաշան, մի վախեցրու, խելերել ես։ Հայ կնիկ, այդ վատատեսական վիճակից դուրս արի էլի տո։ Ամեն ինչ լավ ալնելու։ Գագաս, ստեղ բացի քու ինքնասիրահարված վիճակիցդ, ես ուրիշ լավատեսական բան չեմ տեսել։ Բացեք դուրը, Գագաս, գիտեմ որ տանն եք։ Տես ով է։ Այ կնիկ, այդ ինչ դեմք ես ընդունել, ոնց որ ֆանտոմասի ժիվոյ տեսածն ես։ Պարտկատեր վաղոն է։ Երեք զանգեց սա, օրվողը չտակ, հոլիս կկանջեմ։ Հոլիս կկանջի։ Հելար դու մի սպասի ուտես, թե ոնց եմ վաղոյին ճամոդում։ Արի եսկո։ Դու ինչ ես դուրը ջարդում, ինչ է եղել։ Եդիգարյան ջան, դու ես ցավը տանը։ Հա, ես եմ։ Աշոտ Եդիգարյանն եմ, դերասան, բա դու ով ես։ Ես։ Վաղոն եմ, Գագասի մոտ եմ եկել։ Գագասը իմ լավ հարգված աղբերն է, ինչ է եղել։ Ցավը տանեմ, ես քեզ շատ հարգում, սիրում եմ, ընտանիքով միշտ նայում եմ քեզ։ Այ մարդ գործից խոսա ժամանակ չունեմ ես, է։ Գագասը փողապարկ։ Ես 5 տարի է վերցրել եւ չի տալիս։ Ինչքան է բարդ, կասա ես կտամ։ Չէ, ես քեզանից փող չեմ վերցնի։ Ինչ ես ասում։ Բայց օրինակ։ Օ, ինչ օրինակ, ինչ։ Մի հատ փոքր ռեստորան ունեմ Եդիգարյան ջան, եթե համաձանվես, մի հատ փոքր ռեկլամի մեջ նկարվես, այդ փողը կջրեմ կգնա։ Կարելի է։ Բայց դու սրանով իզդի չես բրցնի։ Ամեն օր պիտի գամ քո ռեստորան որպես պատվավոր հյուր ու մի պատար հաց ուտեմ։ Վայ, շնորհակալ եմ Եդիգարյան ջան։ Արի մի հատ սելֆի արեք, տա տնեցիկի մոտ գլուխդ գովի։ Արի։ Ահա, պայմանավորվեցին, երբ որ կուզես դկարես, կզանգես Գագասին, Գագասը ինձ կգտնի, եղավ։ Եղավ ցավը տանը։ Հաջողություն։ Էս արի զորություն ունի ես դեմքը։ Սա Գագաշ ջան ամրից։ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնարկ 747 699 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք։ Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար։ Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Ինչ կա սաղոր այդ հեռախոսի մեջն ես, հե? Լսի բանը նորություններն եմ հետևում, տեսնեմ ինչ կա Աշոտ Ղազարյանից։ Դա ինչ կա, նորություն կա։ Չկա։ Ու դա շատ լավ է, գիտես, լռություն ա տիրում։ Նշանակում որ Ղազարը բան չի հիշում։ Կամ էլ է քնած է։ Ինչ կատականելու ժամանակ ու տրամադրություն ես գտել, տնաշեն, բերանտես սոնցը կլոշ բացել ես։
Солнце կլոր։ Ես քեզ բանում եմ։ Կագասը, ինձ շատ կանանգստացնե։ Իմիջալոց ինձ էլ, գիտես, մանավանդ երբ ասեց, որ ուզում է մեր օրիգինալների գլուխներն ուտի։ Դիգ արդեն հիվանդություն է։ Այո, եւ այդ հիվանդությունը ունի անուն, ազգանուն եւ հայրանուն։ Դա կոչվում է դիսոցիատիվ ինքնության խանգարում։ Դու այդ դժվար բառերը ուր դիս գիտես։ Դե ժամանակ որ ինձ ասում են, որ ես Ալեն Դելոնի շատ նման եմ։ Բա ինչ։ Հակոմարա չենք ծիծաղում։ Չէ, Պեպո ջան, մենք ուղղակի ծիծաղում ենք այդ մարդու վրա, որ նմանացրել է քեզ Ալենին։ Ճիշտ է, դու էլ շատ սիրուն տղամարդ ես, բայց դե Դելոնը չես էլի։ Ես էլ գիտեմ, որ Դելոն չեմ, պրոստը այնքան են ասել, արդեն մտել էի կերպարի մեջ։ Իսկ եթե գաղտնիք չի, ով էր ասել։ Դե, տատիս։ Իմ տադիքս էլ ինձ անընդհատ Գագարինքս էր, բայց միջև եմ չգիտեմ ինչի։ Է կարողա գցել հոտ, մոռացել այդ բռնի։ Ինչ չէի մտածել այդ մասին։ Շարունակ Պեպո ջան։ Այդտենց որ ինձ համեմատում էին, ես էլ մտել էի այդ իրավիճակի մեջ ու չէի կարողանում դուրս գալ։ Բայց վերջը դիմեցինք հոգեբանին, իրա շնորհիվ դուրս եկա այդ իրավիճակից։ Այդ դու կուզեիր դուրս գայիր։ Հա ոչ չի ուզել ցավոտնանամ։ Մանավանդ որ հայլու մեջ նայում է Ալեն Դելոնի տեղը ինձ էի տենում։ Այ հենց այդ ամենամեծ խնդրեմը, հասկանում ես, Պեպո։ Գագասն էր, որ կանգնում է հայելու առաջ ու տեսնում է Աշոտ Եդիգայանի նմանակին, ինքը համոզվում է իր մեջ, որ դա ինքն է։ Ժողովուրդ լավ, դրա ասածներին շատ բանի տեղ մի դրեք։ Հա բայց կարևորը մարդու իր գործը շատ լավ է անում։ Այդ մեկը ես համամիտ եմ։ Մենք այսօր գործ չունենք, պարադենք։ Չէ, գործ չունենք, բայց ինձ այսօր Բոբոն զանգեց, ասեց, որ անպայման գնամ իրանց տուն, ինչ որ մի հատ շատ մեծ միջոցառում անելու ու դե մենք պետքա ներկա լինենք։ Տեսար այսօր էլ պարապ չմնացինք։ Հա։ Լավ քնար է գոնչո ախպեր։ Հա Բոբո ջան, շատ լավ եմ քնել։ Մի քանի տարի սենց հանգիստ իմ քնել։ Այս գլխից բջջությունն էլ արդեն անցել է։ Դե լավ է էլի։ Ուղեղը ռեստարտ է եղել, կարող է սկսի ճիշտ աշխատել։ Հա, կա տես բան։ Արդեն զգում եմ, որ տենց աշխատում է մի քիչ նորմալ։ Այս գամփրը ուր է։ Թութակը, ձայնը չկա։ Ոստե։ Արա գամփրը կորել է։ Ինչ։ Գամփրը կորել է։ Երբ է կորել։ Ինչպես է կորել։ Սենց բանը սենց կասեմ, Բոբո ջան, մի հատ նախապատասխան հետո ասա։ Արա լուրջ չես հիշում դու, թե կատակ ես անում։ Նայ, այդ սրեսկումը որ արել ենք, էդի մի քանի ժամվա հիշողություն է անում, ոչ թե մի քանի օրվա։ Կատակ եմ անում, մի վախեցի, հիշում եմ, որ գամփրը կորել է։ Կատակ։ Արանչի դու հումորի զգացողություն ունես, արա։ Դու մոռացել ես, որ անեկդոտ էի պատմում ասում էի շեֆ, ասա որ դե պետք է խնդամ, ամի հումորիկներ ես անում, արա։ Ճիշտ ես ասում, այնժամ կար տենց բան, բայց արդեն այս դեղից հետո մի քիչ զգում եմ, որ արդեն ուղեղս մի կերպ աշխատում, արդեն հումորին ուրիշ աչքով եմ նայում։ Այսինքն արվեստին ուրիշ աչքով եմ նայում։ Գիտես ոնց, արվեստը եկել է հին դարերի խորքից, այն հին երկրներից, այդ Հռոմից, Հունաստանից, հին ազգերից էլի, այտենց որ եկել է, բայց հումորը այտենց ստից բան չի, որ հիմա բա դերասաններ անում են, հումորը պիտի քո մեջ ելնի, ճիշտ որ կարողանաս այդ բջիջներից բերես, բերից մեջ ու չպստես նա երեսի, որ մարդիկ զարմանաս ու վաու, էս ինչ դերասան, այ ապրես, էս է իսկական հումորը ստից բան չի, հումորը տենց դեմքերով խաղալով, բանով չի, հումորը պիտի հետևես, պիտի սիրես, պիտի հետը ապրես, պիտի շնչես յան ամեն տեղ, ամեն օր, ստեղ, ընդեղ, ամեն տեղ պիտի հումորով զբաղվես։ Արա բերանը փագիել։ Գնայիմ իմացած գոնչոին վեկալարի։ Ես եմ իսկական գոնչոն, ցավը տանեմ, ուղղակի մի քիչ ավել ուղեղս աշխատում ու խելացիացել եմ։ Արա լսի ինչ ես անում է։
Այդ դուրը բացում ես, գնում ես ընդե, այդ սաղ ամեն ինչ հիշողությունը ջնջում ես, նոր գալի նստում ես, հասկցար։ Ինչպես գնամ ջնջեմ, շեֆ ջան։ Բարավեկած գնաս տիծա ես։ Խնդրում եմ ինձ մի անարգի։ Գնա։ Երազարեր չէր։ Ինչ ասես, բան խոսում։ Ասեց, որ իդեալական առողջություն ունեմ, Կարաջ։ Ես ասում եի, չէ, այդ ընդամենը թունավորման հետևանքն է։ Հնարավոր է, Կարաջ ջան, բայց մի բան կա, որ շատ լավ հիշում եմ։ Ինչ։ Որ հանդիպել եմ իմ լավ ընկերներին, դերասաններ Արթուրին Հակոբյան, Աշոտին Եդիգարյան, Լեյլային Թադևոսյան, ու այն իմ նմանակին։